Ողջույն, այսօր ուզում եմ ցույց տալ, թե ինչպես բեռնել PI հավելվածը սմարթֆոնների վրա և գրանցվել։ Նախապես նկարել եմ վիդեո հեռախոսի էկրանից և հիմա կմեկնաբանեմ այդ վիդեոն։ Գործողությունը տեղի է ունենում iOS-ի վրա, նույն տրամաբանությամբ կարելի է գործողությունը կատարել նաև Android-ների վրա։ Հիմա մուտք ենք գործում App Store, App Store-ում հավաքում ենք PI Network և մեզ բերում է PI Network հավելվածը։ Սեղմում ենք գետ-կոճակը։ Հաստատում ենք և ներբեռնում ենք PI Network-ը։ Ներբեռնելուց հետո բացում ենք հավելվածը սեղմելով Open կոճակը և մեզ մոտ արդեն բացվում է PI հավելվածը։ Այստեղ պիտի գրանցվենք հավելվածում։ Գրանցվելու համար սեղմում ենք Continue with phone number կոճակը, որպեսզի գրանցվեք հեռախոսահամարի միջոցով։ Կարող եք նաև գրանցվել Facebook-ի միջոցով կամ Apple-ի ակաունտի միջոցով, բայց ես հիմա ցույց կտամ, թե ինչպես գրանցվել հեռախոսահամարի միջոցով։ Սեղմում ենք կոճակը, այստեղ ընտրում ենք երկիրը Հայաստան, Արմենիա, գրում ենք մեր հեռախոսահամարը, ուշադրություն դարձրեք, որ բոլոր ինֆորմացիաները պարտադիր պետք է ակտուալ և ճիշտ ինֆորմացիաներ լինեն։ Հիմա իհարկե հնարավոր չէ հայկական համարները հաստատել, քանի որ կոդ չի գալի նրանց վրա, ամերիկական և ուրիշ երկրներ էլ կան, որ իրանց վրա կոդ է գալիս, բայց հայկականների վրա դեռ չի գալիս, հնարավոր չի հաստատել, բայց շատ հնարավոր է, օրինակ, մեկ տարի հետո իրանք պահանջեն, որ հեռախոսահամարը վերիֆիկացիա անցնի, այդ ժամանակ կոդ կգա, ու դուք եթե հավաքեք ուրիշ հեռախոսահամար, որ ձեզ մոտ չի կամ ձերը չի, պարզավոր այդ հեռախոսահամարը ձեր մոտ չի, կոդ չի գալու իր վրա, դուք չեք կարող վերիֆիկացիա անցնեք ու արդեն խնդիրներ կառաջանան։ Նույնը վերաբերվում է անվանը, նույնը վերաբերվում է email-ին, նույնը վերաբերվում է մնացած վերիֆիկացիաները։ Անունը նույնպես պարտադիր է գրել ձեր անունը անգլերեն տառերով, անգլերեն տարբերակով, ու որ համապատասխանի ձեր անձնագրի կամ ID քարտի, նայած թե վերիֆիկացիա ժամանակ ինչ եք ցույց տալու, անձնագրի կամ ID քարտի տվյալներին։ Եթե չի համապատասխանում այդ տվյալներին, դուք էլի խնդիր կունենաք, այսինքն եթե օրինակ գրել եք ինչ-որ անուն, որ ձերը չի, հետո ուզենաք փոխեք, ինքը ուղղակի չի թողելու, եթե 1 տառ կամ 2 տառ ինչ-որ խնդիր է, ինչ-որ թերություն է եղել, գրելու տառերի մեջ, դա հնարավոր է փոխել, բայց ամբողջությամբ անունը փոխել ինքը չի թողում։ Դրա համար հետագայում խնդիր կունենաք ու երբ որ, չգիտեմ, ունենաք որոշակի քանակությամբ PI ու ուզենաք իրան վերիֆիկացիա անցնեք, որ վաճառեք, դուք ուղղակի չեք կարող անցնել եւ ձեր այդ կրիպտոները, կկորեն։ Դրա համար եթե գրանցվում եք, անպայման ինֆորմացիան դրեք ակտուալ եւ ճիշտ ինֆորմացիա։ Գրում եմ իմ հեռախոսի համարը, սա քանի որ փորձնական է ու նպատակը այն է, որ ձեզ ծանոթացնեմ, թե ինչպես պետք է բեռնել եւ գրանցվել, դրա համար ես դնում եմ այնպիսի համար, որ ինձ պետք չի, որտեղ այս ակաունտը ես հետո չեմ կարող վերիֆիկացիա անցկացնել։ Այստեղ դնում եմ իմ էլեկտրոնային փոստի հասցեն եւ տակը հաստատում եմ այդ հասցեն, այսինքն երկու դաշտում դնելու եմ նույն էլեկտրոնային փոստի հասցեն։ Սեղմում եմ հաջորդը, следующий, այստեղ հավաքում եմ իմ գաղտնաբառը, գաղտնաբառը պետք է լինի, այստեղ նշված է, որ պետք է պարունակի գոնե 1 թիվ, 1 մեծատառ տառ եւ 1 փոքրատառ տառ անպայման պետք է լինի։ Եվ ներքևը այդ գաղտնաբառը հաստատում եմ, այստեղ նույնպես շատ կարևոր է, որ գաղտնաբառը դուք հետո չմոռանաք, դրա համար գաղտնաբառը կարող եք ձեզ մոտ գրել կամ եթե համակարգիչ է, համակարգչում պահել, որ հետագայում մոռանալու խնդիր չլինի, հիշելու խնդիր չլինի։ Ցանկալի է, որ գաղտնաբառը լինի, ընդհանուր առմամբ գաղտնաբառերը ցանկալի է, որ լինի նվազագույնը 12
նիշ եւ դրանց մեջ պարունակի թե հատուկ նշաններ, թե մեծատառ, թե փոքրատառ եւ թե թվեր։ Դա ձեր ապահովության համար է, ցանկացած համակարգում ցանկալի է, որ այդ տեսակի գաղտնաբառեր լինի, որ հետագայում ձեր ակաունտները չկարողանան ուղղակի կոտրել։ Եվ սեղմում ենք «Отправить կոճակ»։ Այստեղ հավաքում ենք մեր անունը եւ ազգանունը, անպայման անգլատառ եւ ոնց որ ձեր պասպորտի մեջ է գրված։ Այստեղ ընտրում ենք մեր user-ի, անունը, օգտատիրոջ անունն ենք գրում, օգտատիրոջ անունը պետք է լինի 4-ից 20 սիմվոլ, ու ցանկալի է, որ լինի տառեր եւ 4-ից 20 սիմվոլ, այսինքն պետք է լինի տառեր եւ կարող լինի թիվ։ Այստեղ հատուկ սիմվոլներ չի կարող լինել։ Բացի այս օգտատիրոջ անունը հետագայում դուք կարող եք օգտագործել որպես պարտներսկի սիլկա, ինքը տարբերակով աշխատելու, երբ որ մարդիկ օգտագործեն ձեր այս օգտատիրոջ անունից գեներացված այդ պարտներսկի սիլկան, իրանք կդառնան ձեր պարտներները, ոնց որ, այսինքն դրա միջոցով դուք կարող եք հրավերք ուղարկեք եւ ուրիշ մարդիկ միանան ձեր ծրագրին, այսինքն իրանք էլ ներբեռնեն պին, միանան եւ իրանք արդեն ավտոմատ կդառնան ձեր պարտներները։ Այստեղ ես նույնպես փորձնական տեստավոր հավաքում եմ ինչ որ օգտատիրոջ անուն եւ սեղմում եմ «Отправить կոճակ»։ Այստեղ ինձ ցույց է տալիս Google կապչա, եւ ուղղակի պետք է հավաքել այն, ինչ որ ինքը ցանկանում է տեսնել։ Ցանկանում է, որ մենք սեղմենք դրա վրա ավելի ճիշտ։ Այստեղ հրավերքի կոդն է։ Հրավերքի կոդը ես կխնդրեմ, որ հրավերքի կոդը, այսինքն եթե դուք առաջի անգամ եք գրանցում, առաջի անգամ եք բեռնում եւ ձեր հեռախոսի մեջ գրանցվում եք PI-ում, ես կխնդրեմ, որ հրավերքի կոդը գրանցեք իմ հրավերքի կոդը, այսինքն որ ես եմ ձեզ հրավիրել։ Հիմա ես կգրեմ այդ կոդը եւ նաեւ վիդեոյի նկարագրության մեջ այդ կոդը կլինի։ Դուք դրանով ինձ կարող եք օգնել, եթե գրանցեք իմ կոդը։ Այսինքն դուք երբ որ իմ միջոցով եք գրանցվում եւ այդ կոդը հավաքում եք, համակարգը ձեր գեներացրած PI-երից բացի նաեւ ինձ է նվեր տալիս, որ դուք իմ պարտներն եք, դրա համար որ դուք իմ գործընկերն եք ու ես եմ ձեզ հրավիրել։ Դուք կարող եք սկզբի համար դուք կարող եք գրել իմ հրավերքի կոդը ու հետո ձեր բարեկամներին, ձեր ընկերներին, ումը որ ցույց տաք, որ իրենց մոտ էլ կարողանան տեղադրել հավելվածը եւ իրենք էլ ստանան PI, գեներացնեն PI եւ ստանան, այդ դեպքում արդեն դուք կարող եք իրենց խնդրել, որ ձեր հրավերքի կոդը գրեն ու այդ ժամանակ դուք նաեւ իրենցից կստանաք որոշակի տոկոսներ։ Դա իրենց PI-երի վրա չի ազդի, այսինքն այն չի, որ իրենցից վերցնելա տա ձեզ, հավելյալ նաև ձեզ է որոշակի, ինքը որոշակի տոկոսով PI տալու։ Ուրեմն սա իմ հրավերքի կոդն է HA166545 եւ սեղմում ենք «Отправить կոճակ»։ Մենք արդեն գրանցվեցինք եւ ավտոմատ մուտք կատարեցինք հավելվածի մեջ։ Այստեղ արդեն կարող եք ծանոթանալ ինֆորմացիայի հետ հավելվածի։ Ինքը ուղղակի տուր է անցկացնում, թե որտեղ ինչ կոճակներ կան, հիմնական պիտանի կոճակները, բայց ընդհանուր դուք արդեն կարող եք հավելվածի հետ ծանոթանալ։ Կարդում ենք եւ սեղմում ենք «Начать»։ Այստեղ ինքը ասում է «Добро пожаловать в PI. Это новая криптовалюта, которую вы можете майнить с помощью этого приложения. PI – это криптовалюта, принадлежащая в управляемые обычными людьми». Այստեղ ասում է, այստեղ ինքը մեզ ողջունում է եւ ասում է, որ PI-ը դա կրիպտո արժույթ է, որը դուք կարող եք գեներացնել, հավելվածի միջոցով։ PI կրիպտո արժույթը իր ոնց որ ղեկավարումը պատկանում է մարդկանց եւ ասում է, որ մասնակիցները կարող են օրվա կտրվածքով աշխատել PI
եթե ուղղակի օրը մեկ անգամ ակտիվացնեն իրենց հավելվածը, որը կօգնի արժույթը պահպանելու համար։ Սեղմում ենք նաչած, այստեղ ինքը ասում է, որ օրվա կտրվածքով կարող եք դուք մայնիտ անեք BI-ը, գեներացնեք BI-ը եւ դրա համար պետք է սեղմել այս կոճակի վրա 24 ժամում մեկ, այսինքն 24 ժամ, եթե սեղմենք հիմա, 24 ժամ հետո ինքը նորից 0 կդառնա ու մենք պետք է նորից մտնենք, այնտեղ մենք կստանանք ծանուցում, որ մեր PIN պետք է ակտիվացնել, որտեղ մեր սեսիան վերջացել է ու կարող ենք մտնել նորից սեղմել այս կոճակին։ Ստեղ ինքը մեզ ասում է, որ 24 ժամ 1, ոնց որ ես նոր ասեցի, պետք է ակտիվացնել, ստեղ սեղմում ենք yes, ինքը հարցնում է դուք ցանկանում եք ստանալ 24 ժամում 1 ստանալ ծանուցում, որ ձեր սեսիան վերջացել է եւ դուք պետք է ավելացնեք, սեղմում ենք yes կոճակը։ Ստեղ մեզ արդեն բերում է հարցում, որ BI հավելվածին թույլ տանք մեզ ուղարկի ծանոթություն թե չէ, դա ոնց որ iOS-ի պաշտպանությունն է, իրանց ցա դա գալիս, սեղմենք ռազվիշից։ Այստեղ տուրն է, սեղմում ենք եւ արդեն կարող ենք կարդալ, եթե ինչ-որ բան մեզ հետաքրքիր է, կարդալ դրա մասին։ Այստեղ chat-ն է, որտեղ որ մարդիկ կարող են ինչ-որ ինֆորմացիա գրել, ինչ-որ հարցեր տալ, իհարկե դա անգլալեզու է։ Եվ սա ասում է, որ գլխավոր էկրանն է, ու ստեղից արդեն կարող եք ծանոթանալ ինֆորմացիայի հետ։ Այստեղ ինքը ցույց է տալիս, թե ժամում որքան PI է գեներացվում, քանի որ BI-ը արդեն լիստինգ է լինում եւ արդեն հնարավոր է իրան վաճառել եւ գնել, դրա համար ստեղ ինքը արդեն քիչ է տալիս ժամվա կտրվածքով, առաջ տալիս էր, երբ որ նոր է գրանցվում, տալիս է 0.03, հիմա ստեղ ցույց չի տալիս ինչքան է, բայց իրականում մեր PI-ը աճում է, հիմա կտեսնենք ու բացեք դուք էլ երբ որ գրանցվի կտեսնեք, որ ձեր PI-ը աճում է, քիչ քանակությամբ, բայց աճում է։ Երբ որ դուք արդեն հրավիրեք ձեր գործընկերներին, հա, ձեր միջոցով հրավեր կանեք ու մարդիկ գան, ստեղ արդեն թվերը կմեծանա։ Օրինակ, եթե դուք հիմա գրանցվել եք իմ հրավերքի կոդով, որ ես ասացի, ինձ 0.01 պի ժամում արդեն ավել է տալիս։ Հիմա նույնը ձերն է լինելու, այսինքն եթե դուք գրանցեք մարդուն ձեր կոդով, այդ դեպքում այդ մարդը ինչքան գեներացնի ժամում, հա, 0.01, ու արդեն կախված է թե կարող է լինի 0.01, կարող է շատ լինի, կարող է քիչ լինի, բայց այս պահին 0.01 ինձ տալիս է։ Նաև հաշվի առեք այն փաստը, որ եթե դուք օրինակի համար, հա, գրանցեք, եթե օրինակ ձեր տունը կա ունեք 2 հեռախոս եւ ուզում եք երկուսի վրա էլ անեք, բայց հաշվի պետք է առնեք, որ այդ երկրորդ հեռախոսի վրա, եթե մեկի վրա դուք վերիֆիկացիա անցել եք հետագայում, մյուսի վրա դուք չեք կարող անցնել, պիտի պարտադիր ուրիշ մարդ անցնի, դրա համար դուք կարող եք ուրիշ մարդու անունով գրանցել, հա, օրինակ ձեր ընտանիքի անդամների անունով գրանցել, եթե իրենց տարիքը 18 եւ ավել է։ Այդ դեպքում նույնպես հա գրանցելուց պարտադիր գրում եք իրան, կարող լինի ձեր հեռախոսը, բայց գրեք իր անուն, ազգանունը, չգիտեմ, ուրիշ համար, ուրիշ մեյլ, լրիվ որ ինքը լրիվ ուրիշ մարդ է, բայց այնտեղ դնեք ձեր հրավերքի կոդը, որ այդ մարդը երբ որ գեներացնի, օրվա կտրվածքով գեներացնի, դրանից դուք էլ, դրա շնորհիվ ավելի ճիշտ, դուք էլ ստանաք որոշակի PI-եր։ Այստեղ ասում է, որ դուք պիոներ եք, ոնց որ ձեր կարգավիճակն է, ինքը տարբեր կարգավիճակներ ունի, կարող եք սեղմել։ Այստեղ կարող եք ծանոթանալ ինֆորմացիայի հետ։ Այստեղ եթե ուշադրություն դարձրեցիք, իմ PIN դարձավ արդեն վերջում 5 էր, դարձավ արդեն 8, եւ այստեղ երբ որ ես գրանցվել եմ առաջի անգամ, դարձավ 9 արդեն, երբ որ ես գրանցվել եմ, ինձ տվել է նվեր 1 PI։ Այստեղ կարող եք կարդալ, թե ինչ process-ով է դա գեներացվում, ինչպես է դա ստացվում, այսինքն իրենց տրամաբանությունն է, հա, իրենց բանաձևն է, թե ինչպես է աշխատում։ Եվ sense տեսք ունի, հիմա անցնում ենք մենյու եւ սեղմում ենք MyNet կոճակը։ Այստեղ սեղմում ենք MyNet checklist, ու այս MyNet checklist-ը, երբ որ գա ժամանակը, ինքը մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է անցնենք վերիֆիկացիա եւ այս կետերը անցնելու ենք։ Հիմա փորձնական այս հավելվածը կաշխատի իմ հեռախոսի վրա, իմ սմարթֆոնի վրա, որ հասնի այդ պահը, երբ որ արդեն ինձանից ուզենա, որ ես վերիֆիկացիա անցնեմ, քանի որ իմ մյուս հեռախոսներով ես արդեն անցել եմ, ստեղով ուղղակի փորձնական հաստատում կանցնեմ ու դրանով ցույց կտամ եւ կօգնեմ ձեզ, թե դուք ինչպես պետք է անցնեք այդ վերիֆիկացիան հաստատումը, որ
ձեր գեներացրած B-երը ինքը արդեն փոխանցի ձեր B դրամապանակի վրա։ Նաև ցույց կտամ, թե ինչպես պետք է ներբեռնել B դրամապանակը, ինչպես ընդեղ գրանցվել եւ ինչպես անցնել վերիֆիկացիա։ Հիմա քանի որ ես այս փորձնականը գրանցել եմ իմ հրավերքի կոդով, ստեղ ցույց է տալիս, որ իմ կոմանդան, հա, իմ կոմանդայի մեջ մյուս այդ ակաունտն է, իմ հրավերքի, հա, ու ցույց է տալի, որ ես mining եմ անում, գեներացնում եմ B։ Նաև սրանից է կախված իմ B-երի գեներացում, հա, եթե իմ պարտներն իմ հրավերքով եկած մարդիկ գեներացնում են, եթե չեն գեներացնում, ես դրանից ոչի բան, ես նույնպես չեմ ստանում, եթե գեներացնում են, այդ դեպքում ես ստանում եմ որոշակի նվեր B-եր համակարգի կողմից։ Հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչպիսի ծանուցում կգա ձեզ, երբ որ արդեն գա ժամանակը, որպեսզի ստուգում անցնենք BI համակարգում։ Այս ակաունտի վրա արդեն եկել է այդ ժամանակը եւ եթե տեսնեք այստեղ ինձ տալիս է ժամանակ, թե ինչքան ժամանակ ունեմ, որպեսզի անցնեմ ստուգում, որից հետո իմ BI-երը կփոխանցվի դրամապանակի վրա։ Այստեղ պետք է սեղմեմ mine checklist կոճակը եւ անցնեմ այն 9 կետերը, որից հետո որ կատարվի այդ process-ը։ Հիմա ցույց կտամ մյուս էկրանը եւ այնտեղ ցույց կտամ, թե որքան հրավիրված մարդիկ ունեմ ու դրանից ժամում ինձ որքան PI է գալիս։ Այս ակաունտի վրա ցույց է տալիս, որ ժամում գալիս է 0.02 PI։ Սա իմ հիմնական ակաունտն է։ Այստեղ եթե տեսնում եք, ես ունեմ 7 հրավերքով ինձ միացած ռեֆերալ ու այստեղ ժամը գալիս է 0.06 PI։ Այստեղ կսեղմեմ այս կոճակի վրա ու ցույց կտա իմ ռեֆերալներին։ Այստեղ տեսնում ենք, որ գրված է, որ ես հրավիրել եմ 6 հոգու եւ քանի որ մի հոգի ինձ է հրավիրել, ստացվում է, որ իմ ռեֆերալները 7 հոգի են։ Եթե նրանցից ինչ որ մեկը տվյալ պահին mining չի անում, ես կարող եմ սեղմել այս կոճակը եւ իրանց ծանուցում կգնա, որ իրենք սկսեն mining անել։ Այստեղ ինձ ասում է, որ իմ ռեֆերալներից կան մարդիկ, ովքեր դեռ չեն անցել ստուգում, եւ ես նույնպես կարող եմ իրենց այս կոճակի միջոցով ծանուցում ուղարկել, որ իրենք անպայման անցնեն ստուգում, որպեսզի իրենց PI-ները չկորեն։ Այստեղ խոսվում է չհաստատված բալանսի մասին, որ ես ունեմ չհաստատված 445.80 PI եւ խոսվում է այն ռիսկերի մասին, որ եթե իմ ռեֆերալները չանցնեն ստուգում, այդ դեպքում ես այդ PI-երից որոշակի մասը կկորցնեմ, քանի որ նրանք ինձ տրվել է որպես բոնուս, որ ես հրավիրել եմ ռեֆերալների։ Այստեղ ներքևում երևում են այն ռեֆերալները, ովքեր որ չեն անցել ստուգում եւ կա կոճակ напомнить կոմանդու ու KC կարող եմ այդ կոճակը սեղմել եւ իրենց հիշեցնել, որ իրենք պետք է անցնեն ստուգում։ KFC-ն հենց այդ ստուգումն է։ Այստեղ ցույց է տալիս իմ ռեֆերալներին եւ ցույց է տալիս, որ իրենք mining են անում։ Այստեղ կա եւս մի կոճակ, կոչվում է կռուկ безопасности։ Հիմա կսեղմեմ նրա վրա եւ ցույց կտամ, թե այդտեղ ինչ գործողություններ կարելի է անել։ Այստեղ ասում է, որ համակարգի անվտանգությունը բարձրացնելու համար պետք է ավելացնել օգտատերեր։ Տվյալ դեպքում ես ավելացրել եմ այն մարդկանց, ումը որ հրավիրել եմ։ Այստեղ գրված է, որ ваш вклад в безопасность բարձր է եւ ցույց է տալիս, որ ժամում 0.03 պի դրա համար ինձ տալիս է բոնուս։ Եթե ես նոր ռեֆերալ եմ ավելացնելուց հետո ես սեղմում եմ add more կոճակը ու իրանց ավելացնում եմ այս անվտանգության շրջան, հա, կռուկ безопасности մեջ։ Այստեղ հիմա սեղմում եմ մենյուի վրա եւ սեղմում եմ minet կոճակը։ Այս էջի վրա ինձ ցույց է տալիս, թե որքան ունեմ ես չհաստատված բալանս, ինչքան բալանս ունեմ, որ պետք է պատրաստվում է փոխանցման դրամապանակ եւ ցույց է տալիս, թե որքան է փոխանցվել։ Իմ ալիքում տեղադրել եմ տեսանյութ, որտեղ կարծիք եմ հայտնում PI մասին, եթե հետաքրքիր է կարող եք նայել, եւ կա տեսանյութ, որտեղ որ ցույց եմ տալիս, թե ինչպես հաստատված PI-ն տեղափոխել բիրժայի վրա, վաճառել բիրժայում եւ հետո նորից գնել։ Հետագայում նաեւ նախատեսում եմ նկարել նոր վիդեոների շարք, որտեղ որ ցույց կտամ, թե ինչպես է հնարավոր գնել եւ վաճառել
կրիպտոարժույթ կրիպտոբիրժայում, հիմնականը խոսքը գնում է Bybit կրիպտոբիրժայի մասին, ցույց կտամ բիրժայի կարևոր գործիքները, ցույց կտամ օրինակների վրա ինչպես կարող եք գնել եւ վաճառել կրիպտոարժույթներ, թե ինչպես կարող եք ձեր գումարը որոշակի տոկոսներով դնել բիրժայում, օգտագործել որոշակի գործիքներ, որոնց միջոցով կարող եք գումար աշխատել տվյալ բիրժայում։ Եթե ձեզ հետաքրքիր է այդ թեման, կխնդրեի, որ մեկնաբանություններում գրել դրա մասին եւ մոտակա ժամանակներս ես կսկսեմ արդեն նկարել եւ YouTube-ում տեղադրել այդ վիդեոների շարքը։ Շնորհակալություն դիտումների համար, կխնդրեմ, որ տարածեք, եթե հետաքրքիր է միանաքի մալիքին եւ դնեք լայք։